Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նովրուզի մեկնարկի կապակցությամբ իր ունեցած ելույթում դարձյալ հիշել է, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին ազատագրել Ղարաբաղը։ Էրդողանը խոսելով Արցախի օկուպացիայի մասին հայտարարել է, թե Ղարաբաղի ազատագրմամբ նոր դարաշրջան են բացել։ Էրդողանի այս հայտարարությունները հերթական անգամ հնչում են այն դժգոհության ֆոնին, որ Ադրբեջանն իր պրոպագանդայի միջոցներով հայտնում է հայ-թուրքական սահմանը մարտի 21-ից 31-ը բացելու մասին հայ-թուրքական համաձայնության առնչությամբ։ Ադրբեջանի պրոպագանդան, ինչպես արդեն իսկ անդրադարձել ենք, արդեն 2 օր շարունակ անթաքույց մեղադրանքներ է հնչեցնում Թուրքիայի հասցեին դավաճանության իմաստ պարունակող թափանցիկ տողատակերով։ Ավելին, նույնիսկ հնչում են հարցադրումներ թուրքական միասնությունը խաթարելու վերաբերյալ։ Այն, որ դրանք հնչում են արդեն 2 օր, պարզորոշ վկայում է, որ հետևում պաշտոնական պատվերն է, այլապես պրոպագանդայի միջոցները կամ չէին անդրադառնա, կամ անդրադարձի առաջին դեպքերից հետո չէին շարունակի։ Եթե շարունակում են, կնշանակի պաշտոնական Բաքուն բոլորովին դեմ չէ դրան։ Ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է, որ Էրդողանը Ալիևին հերթական անգամ հիշեցնում է, որ Արցախի օկուպացիան տեղի է ունեցել Թուրքիայի աջակցությամբ։ Ըստ ամենայնի, Թուրքիայի նախագահը ադրբեջանական պրոպագանդայում ծավալված արշավը դիտարկում է երախտամոռություն, համարելով, որ ինքը եղել է Ալիևի կողքին, իսկ Ալիևն այժմ ոչ թե իր կողքին է, երբ ներքաղաքական բավականին բարդ վիճակ է Թուրքիայում, այլ նույնիսկ փորձում է միավորներ հավաքել իր վրա։ Երկու եղբայրների միջև ինչ-որ բան իհարկե կատարվում է եւ այստեղ Հայաստանը անշուշտ առիթ է դրա դրսևորման համար, իսկ կատարվողը թերևս առավել լուրջ է եւ խորքային։ Հավանաբար այդտեղ է նաեւ պատճառը, որ Անկարայում Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո, որ տեղի ունեցավ մարտի սկզբին, Ալիևը իր օգնական Հաջիևին գործուղել էր Լոնդոն, որտեղ նա հանդիպում էր ունեցել Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարարի հետ։ Անշուշտ այդ ամենը չի նշանակում ադրբեջանա-թուրքական ապահարզան, առավել ևս, որ երկուսի հարաբերություններում վայրիվերումները բոլորովին նոր երևույթ չեն։ Հետևաբար դրանք չեն կարող եւ չպետք է Հայաստանի եւ հայ հանրության համար լինեն խաբուսիկ։ Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ թե պատճառ։ Ադրբեջանը չի կարող անտեսել, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հաջի Զադեն։ Թեմային նախորդ օրն անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա Մինսկի խմբի եւ նրա ինստիտուտների ֆորմալ գոյությունը ոչ ակտուալ է գնահատել, քանի որ իր արտահայտությամբ 2023 թվականից հետո գետնի վրա բոլորովին այլ իրավիճակ է։ Զախարովան խնդրի լուծման օպտիմալ տարբերակ է համարել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակյա դիմումը։ Զախարովան, ինչպես նաև նրա հետևորդ Հաջի Զադեն, չի կոնկրետացրել, թե Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միջնորդությամբ ում պետք է դիմեն՝ ԵԱՀԿ գործող նախագահին, նրա գլխավոր քարտուղարին, թե բոլոր անդամ պետություններին։ Այսինքն ինչ ընթացակարգ է գործելու, ով է լինելու լուծարային հանձնաժողովը։ Բայց դա խնդրի իրավական կողմն է, որ Մոսկվային եւ Բաքվին որքանով հասկացվում է, ամենևին էլ չի հուզում, կարևորը ոչ թե արդյունքն է, այլ քաղաքական գործընթացը, որի նպատակը մեկն է՝ լեգիտիմացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության դեմ սանձազերծած ահաբեկչական պատերազմը պատասխանատվությունից ապահովագրել մարդկության դեմ հանցագործության կազմակերպիչներին եւ միջազգայինորեն օրինականացնել 100,000 հայ մարդկանց բռնատեղահանությունը։ Ընդ որում սեփական հանցագործության հետքերը մաքրելու նրանք փորձում են ներգրավել նաեւ Հայաստանին։ Զախարովան ասել է, որ 2022 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս եւ իբր հետագա իրադարձությունները պայմանավորված են դրանով։ Սա ցինիզմի բարձրակետ է, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից չի հետևում, թե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը պետք է դադարեին ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պահպանել կամ Ադրբեջանը ստացել է բռնատեղահանություն իրականացնելու իրավունք։ Եթե Զախարովայի եւ Հաջիևի փաստարկներն իրավական առումով հիմնավորում են, ապա ինչն է խանգարում, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը միասնաբար բարձրացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նրա ինստիտուտները լուծարելու հարցը։ Մոսկվայում եւ Բաքվում քաջ գիտեն, որ այդ քայլի միջազգային արձագանքը դրական չի լինի։ Իրեն հարգող ոչ մի երկիր չի մտնի 150,000 մարդու հայրենազրկման արդարացման
եւ կատարվածի համար պատասխանատվություն ստանձնելու ծանրության տակ։ Դա է պատճառը, որ Մոսկվան եւ Բաքուն ճնշում են գործադրում, որպեսզի Երևանը նախաձեռնի Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ոչնչացման, նրա հայ բնակչության բռնատեղահանությունը միջազգայինորեն լեգիտիմացնելու գործընթաց։ Հաշվարկը որքան մտածված, նույնքան էլ դիվային է։ Գետնի վրա իրավիճակում ռուս-ադրբեջանական մամլակին հակազդելու Հայաստանի ռեսուրսները բավարար չեն։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերբեռնում է սկսվել։ Եվրամիությունը կենտրոնացած է սեփական անվտանգության համակարգ կառուցելու առաջնահերթության վրա, եւ այս իրավիճակում Երևանը հարկադրված է կառուցողական լինել։ Վարկյան իսկ չպետք է կասկածել, եթե Հայաստանը համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցերով Ադրբեջանի հետ համատեղ միջնորդությանը, հաջորդ պահին Մոսկվան եւ Բաքուն տարփողելու են, որ Երևանը Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն էր, ընդունել էր իր պատասխանատվությունը եւ հետեւաբար նոր ստատուս քվոյի կատարյալ օրինականությունը։ Այս առումով Հայաստանի իշխանությունը որևէ տեսակետ հնչեցնելուց, մանավանդ ինչ-որ քայլ ձեռնարկելուց առաջ ուղղակի պարտավոր է 7 անգամ չափել նոր մկրատ վերցնել ձեռքը։ Չափազանց արտառոց է այդ հարցի շուրջ Արցախի քաղելիտայի ձկան լռությունը։ ԼՂ ընտրված ներկայացուցիչները ԵԱՀԽ նախարարների կոմիտեի կոնսենսուսային, այդ թվում Ադրբեջանի մասնակցությամբ որոշումով ճանաչված են Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ։ Այդ խորհրդաժողովը չի գումարվել, ուստի ԼՂ ընտրված ներկայացուցիչների մանդատը մնում է ուժի մեջ։ Արցախի ազգային ժողովն է այսօր մանդատակիրը եւ պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ պահանջել Մինսկի խորհրդաժողովի գումարում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն այդ խորհրդաժողովի գումարումից եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակը սահմանելուց հետո։ Կամ Ադրբեջանը պետք է կարողանա նույն խորհրդաժողովում ապացուցել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միջազգային օրինականությունը։ Ստեփանակերտը չպետք է թույլ տա, որ Մոսկվան եւ Բաքուն ծածկեն մարդկության դեմ գործած իրենց հանցանքի հետքերը։